Ձեր վարչապետի տեխնացուն վերջ չեղով է, 4 տեխնացուններ ոչ մեկի անունը չգիտենք, կարող է տեխնացություններ տենց ձեր անվան հաշվին ասում եք տենց սղստենք գնա մարդիկ ոչեր հիշեն մի քիչ մոռացության տանք, մեկը դե ես եմ առաջին ոնց որ համարը, դիզերը, ուրեմն ես ասեմ մի հարց էլ ու վերջ էլի, Այդ հարցի պատասխանեմ նոր կասես։ Ուրեմն ես ձեզ ասեմ, հիմնական խնդիրը Ծառուկյանը ոչ դժվարությունից է վախում, ոչ էլ ծանր գործից։ Բայց ասենք թե այսօր հիմնական, որ ես ասել եմ, ուրեմն իմ թիմում էլ կան շատ որ վարչապետի տեխնացուներ, փոխվարչապետի նախարարների, որը եւ ունեմ համակիրներ, որոնք իրոք տեսած, կայացած, բարձր կրթություն ունեցող մարդիկ են արդյունք ցույց տված, որ ես իրենց առաջարկել էի բանի համար, դաժե մանդատի համար էլի, որ ցուցակի մեջ գրեն, նրանք ասել են Ծառուկյան ջան, մենք եկել ենք քո մոտ, քո ծրագիրը նայելով քո մոտեցումը, մեզ կարևորը պաշտոնը չի, կարևորը այսօր պետությունն է, կարևորը մանդատը չի, կարևորը արդյունքն է։ Ախպեր հնարավորությունը տվեք, դուք էլ ներկա կլնեք, լրագրողներն էլ Հա? Բայց չեմ իրոպել է, բայց ասենք թե այսօր ժողովուրդը մեզ տվել է մեր 51%-ը, որ հատուկ սա հերոստացով դնելու ենք նկարներով, ապրածով եւ դնելու ենք քվեարկման։ Ինչ ասում եմ, ես իմ խոսքի տերն եմ։ Տևանյանը կան 4 տեխնացուներ։ Հիմա այսօր ահա կարող ասեմ այ բերեք այս հարցը թողենք։ Ես ձեզ նորից եմ ասում 4 հոգի կան որը լիարժեք կարող է 5-ն էլ կա, օրի նորից եմ ասում, այսօր նայելով իրադրությունը քանի որ մոտենում է, բոլորն էլ պատկերացնում են, ասենք ճիշտ պատկերացրողները, որ բան է փոխվելու։ Ու կարևորը ձեզ կարամ ասեմ, որ դուք սպասեք լավ փոփոխությունների, որ այսօր լիարժեք լավ փոփոխությունը, որ մենք արձանի բացումը անենք, այսօր սա աշխարհը արդեն տեղյակ է։ Ուրա ժուրնալը մոտը չի, չէ՞։ Չէ, բայց նկարվում է։ Բայց խի նկարը դժվար էր մի հատ բերել, չէ՞ որ։ Սա հենց հիմա կասեմ կբարձրացնեմ։ Մի հատ հարց էլ տամ։ Չէ, մի րոպե։ Ու այդ ժուրնալը ես ձեզ ասում եմ, Կաննում կայացել է կինոֆեստիվալ ամբողջ աշխարհը սաղ աստղեր ընտեղ են եղել։ Ու ես դիմելով, որ ասենք թե Հայաստանում մենք առաջի քրիստոնյա ազգը, որ ասենք թե մենք կառուցում ենք ամենաբարձրը արձանը, ամենակարող, ամենահզոր, եւ նրանք տեսնելով առաջի էջին պատմության մեջ Հայաստանը կանի ֆեստիվալին ինչ առաջի էջի վրա գրել են այսպես փոքր պետություն, այսպես մեծ ամբիցիաներով ժողովուրդ, որը դու պատկերացա, հիմա ես ես հասարակ բան ասեմ, եթե Մակարյան ջան 10 միլիոն տուրիստ գա 10 միլիոն կամ 20 միլիոն շատ են գալու, որտեղ սա սպասում են ու այնքան հզոր բան ասու կամ 20 միլիոն գալու դեպքում մենք բարձ այդքան հյուրանոցներ չունենք, որ կարողանան։ Ուրեմն մարդկանց առանձնատները, տները, որ գան վարձով կվերցնեն, պրակատ մեքենաները կվերցնեն, ու ամեն մեկը եթե $5,000 ծախսի, դառնում է 20 միլիոն դեպքում $100 միլիարդ։ Ինչ թող։ Մեղք իրանց վիզը չեն թողի իմ ժողովուրդը նա, ես դա ոչ ասում եմ 100 միլիարդ ժողովուրդ, 100 միլիարդը, եթե մեր բյուջեն 5-7 միլիարդ է, տարեկան 100 միլիարդ մտնելով, աշխարհում մեծ հիմնական ժողովրդի մեծամասնությունը զբաղվում է փոքր ու միջին բիզնեսով, ընտանիքով հիմա ձևավորում են, մի բան կառուցում են, սարքում են, հիմա իմ ազգին մենք գործ ենք տալի, որ ընտանիքով կարան մտածեն, ինչ են սարքում, փայտից է, երկաթից է, ինչ որ քարից է, Հայաստանի հետ, Քրիստոսի արձանի հետ կապված, կազմակերպեն, դնեն, այդ գալիս է տաքսիստն էլ, գյուղացին էլ, քաղաքացին էլ, գալու է գնալու է Սևանել են գնալու, Գյումրիեն էլ, Ջերմուկել են գնալու, եղբայր, 100 միլիարդ, այդ փողը իմ երկրում է մնալու, բյուջեն էլ է փող մտնելու, նայելով այդ աշխուժությունը, ժողովուրդ, ես իմ սաղ գործերը դրել եմ միան, հիմա էլ ուզում եմ Նոյան տապանը բացեմ, արդեն ոչ թե ուզում եմ, պատվիրել եմ նավնել 134 մետր երկարությամբ, 24 լայնությամբ, 18 մետր բարձրությամբ, Նոյը, իր կինը, իրեն տղաները, հարսները ու կենդաները սաղ արդեն պատվիրած է, Հա? Հայաստանում, մենք այսօր տաղանդավոր ժողովուրդ ենք, մեկը մեկից լավ, որ բնական, իրական, որ այդ բոլորը, գոնե ասենք թե հիմա Նոյան տապանի համար էլ կգա մի միլիոն մարդ, մի միլիոն մարդ էլ անում է 5 միլիարդ, թող գան, կարևորը գործն է մնայեն, ոչ թե փողի չափսը, որ այսքան փող ունեմ, մարդը պետք է անուն թողի, հեղինակ, ինչ?
տապանը հարած լեռան է 10-10 կամած Ես մեր սարի տակ եմ դնում այդ ծապատանը։ Մեր սարից բացի սարը երևում է կարևորը, որ մեր մոտ է դա եղել, որ մենք կարողանանք կազմակերպել պետությունները իրենց չեղածը վերագրում են արհեստական սարքում են իր ազգի վրա է գրում։ Մենք մեր եղած աշխարհում չենք կարող ներկայացնել ժողովուրդ։ Այսօր մենք չունենք նավթ չունենք, բենզին չունենք, բրլյան չունենք, բայց մենք այսօր туриզմի համար հոյակապ տարածքներ ունենք, պատմություն ունենք։ Կեմպիսկ ու սեփականատերը եկել էր նայելով, այսօր թող նայեն փոխանցեն։ Եկե նայել ասма դուք չունեք ասма Վրաստանը ձեր 10%-ը չունի, փոխանցի թող նայեն։ Բայց այսօր դա պատրաստի ոսկու հանք է։ Այսինքն ոսկու հանք չարչարանք չես անում, սա բոլորն էլ փող են առնում։ $5,000 կլինի մեկը 10,000, մեկը 20,000, բայց միջինը $5,000 գումար պետք է լինի, որ կա հյուրանոցել մնա, ճաշել, գինել փորձի գնա։ Որ պետք է այդ ծրագրերն է, որ կարա մեր տնտեսությունը զարգացնի, ներդրումներ բերի, մարդիկ կան ներդրում անեն, կառուցեն, ու ամեն ինչը ճիշտ տեղը տեղին կլինի, չլնող բան չկա։